Այսօր կխոսենք ֆինանսական ներդրումների մասին, մասնավորապես ավանդների, պարտատոմսերի եւ բաժնետոմսերի։ Բաժնետոմսերի հետ պետք է ավելի զգույշ սկսել, քիչ-քիչ եւ փորձել լավ հասկանալ շուկաները ինչ դինամիկա ունեն։ Դրամային ավանդի բերած տոկոսները բնականաբար ավելի բարձր են եղել, քան դոլարային ավանդի բերած տոկոսները։ Պարտատոմսերի վճարած եկամուտները մինչև 27 թվականի վերջ ազատված են եկամտահարկից։ Կարող ենք պարտատոմսը ցանկացած պահի վաճառել երկրորդային շուկայում։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Յուրաքանչյուր էպիզոդում մենք ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս պարզ գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք ստեղծել որակյալ կրթական բովանդակություն, որը թույլ կտա ձեզ կայացնել խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ podcast-ին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր պարբերական տեսանյութերը։ Այսօր կխոսենք ֆինանսական ներդրումների մասին, մասնավորապես ավանդների, պարտատոմսերի եւ բաժնետոմսերի։ Այս թեման բոլորին կարծում եմ հետաքրքրում է, պարբերաբար ես տարբեր զրույցների ընթացքում անդրադարձել եմ տարբեր ոդքասթների, բայց փորձենք այսօր եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային։ Եվ այսպես, եթե ունենք որոշակի խնայողություն, իսկ խնայողություններ ձևավորելը կարևոր սովորություն է, որը թույլ է տալիս անդրադառնալ կամ մտածել մեր վաղվա օրվա մասին։ Պարզագույն գործիքը, որ կարող ենք կիրառել խնայողությունների համար, բացի այն, որ այդ գումարը պահում ենք տանը կանխիկ ձևով ապահով լինելու համար, կարող ենք գումարը ներդնել բանկում ավանդային հաշվին։ Ապահովության տեսանկյունից իհարկե տարբեր է, մի բան է, որ գումարը մեր մոտ ձեռքի տակ է, մեզ թվում է, որ դա ավելի ապահով է, իհարկե որոշակի ռիսկեր կան այս դեպքում, բանկում տեղաբաշխելուց այլ տիպի ռիսկեր կան, բայց որպես կանոն գումարները բանկերում ավելի ապահով են մեր օրերում։ Եվ այսպես, երբ որ գումարը մեր ՑՊՀ հաշվին է, որպես կանոն մենք դրա վրա եկամուտ չենք վաստակում։ Եվ եթե ներդնում ենք ավանդի դեպքում ստանում ենք որոշակի տոկոսներ։ Այսօր բանկերի մեծ մասը տրամադրում են մոբայլ կամ բջջային հավելվածներ, որոնց միջոցով բավականին հեշտացված կարելի է շատ արագ վայրկյանների ընթացքում հաշվին եղած գումարը դնել ավանդ։ Ավանդները լինում են կարճաժամկետ, 1-3 ամսանոց, 6 ամսանոց, բարձր տոկոսներ բանկերը վճարում են սովորաբար 1 տարուց ավել ավանդների համար եւ նաեւ այդ ավանդները չնայած կարելի է դնել 2 մինչեւ 3 տարի ժամկետով, սովորաբար ամենաբարձրը ընտրելու համար կամ ամենաբարձր եկամտաբերության համար ամեն բանկ սահմանում է օրերի քանակը, որոնք պետք է ընտրել, նաև պետք է հաշվի առնել բնականաբար արժույթը։ Այսօր ամենաբարձր տոկոսային եկամտաբերությունը ապահովում են դրամային ավանդները, այնուհետև դոլարային եւ հետո եվրոյով, բավականին մեծ տարբերություն կա։ Պետք է հաշվի առնել, որ բնականաբար տարբեր են փոխարժեքային ռիսկերը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր մոտ փոխարժեքը բավականին կայուն է եղել եւ այդ իմաստով դրամային ավանդի բերած տոկոսները բնականաբար ավելի բարձր են եղել, քան դոլարային ավանդի բերած տոկոսները, բայց այստեղ է որ պետք է հաշվի առնել ռիսկի տարբերությունը։ Ռիսկը մի բան է, որ ամեն օր տեղի չի ունենում, բայց երբ որ դա տեղի ունենա, օրինակ դոլար-դրամ փոխարժեքը երբ որ տատանվի էապես, հնարավոր է որ ավել աշխատած տոկոսները պարզապես, եթե իհարկե վերածելու լինենք դոլարի, դրանք նվազեն։ Պետք է հաշվի առնել, որ ավանդի դիմաց ստացված տոկոսային եկամուտը ենթակա է 10% եկամտահարկի գանձման, որը մեր փոխարեն անում են բանկերը, ավանդներ ընդունող կազմակերպությունները։ Ավանդի դեպքում նաև որոշակի ընտրություն ունենք, օրինակ ստանալ ընթացքում տոկոսներ, թե տոկոսները ստանալ վերջում, որպես կանոն ամենաբարձր եկամտաբերությունը բանկերը տալիս են այն ավանդներին, երբ տոկոսային եկամուտները վճարվում են ամենավերջում։ Ավանդից անցնենք պարտատոմսերին, որովհետև ինչ-որ իմաստով շատ նման են կամ շատ հեշտ է համեմատել ավանդը պարտատոմսի հետ, հատկապես երբ այդ պարտատոմսերը թողարկվում են
բանկերի կողմից։ Եվ այսպես բանկը կարող է ավանդի փոխարեն թողարկել պարտատոմս։ Իհարկե, եթե նայենք համակարգային ցուցանիշներին, ավանդները այսօր շատ ավելի շատ են, քան պարտատոմսերը, եւ պատճառներից մեկը, որ ես պարբերաբար պարզում եմ տարբեր խոսակցությունների մեջ, դա տեղեկացված չլինելն է կամ պարտատոմսի ամբողջ առավելությունը եւ գործառույթը պատկերացնելու կամ չպատկերացնելու արդյունք է, այդ թվում մասնաճյուղերում հաճախորդներին ճիշտ այդ պարտատոմսերի առավելությունները ներկայացնել։ Փորձեմ մի քանի առավելություն իմ տեսանկյունից ներկայացնել, թե օրինակ նույն բանկում ինչու չարժի ավանդ դնել եւ արժի պարտատոմս դնել կամ ավելի շուտ ավանդի փոխարեն արժի պարտատոմս ձեռք բերել։ Պարտատոմսը իրենից ենթադրում է պարբերական վճարումներ, որպես կանոն դրանք կատարվում են կամ եռամսյակային կամ կիսամյակային, ընդ որում տարբերություններ չկան, այսինքն պետք չի տոկոսները հետաձգել ժամկետի վերջում, որպեսզի ստանալ ամենաբարձր եկամտաբերությունը։ Պարտատոմսերի վճարած եկամուտները կամ այսպես ասած արժեքտրոնները մինչև 27 թվականի վերջ ազատված են եկամտահարկից եւ հետեւաբար 10% դրա համար մենք չենք վճարում։ Պարտատոմսերը իրենցից ներկայացնում են ֆիքսված եկամտաբերության գործիքներ, որը նշանակում է, որ մենք դրանք ձեռք ենք բերում որոշակի ժամկետով, որպես կանոն շուկայում 2.5-3 տարանոց պարտատոմսերից այսօր մինչև բանկերը գնացել են 5 տարանոց պարտատոմսեր։ Պետք է հաշվի առնել, որ բանկի թողարկած պարտատոմսը դա բավականին ապահով գործիք է։ Բանկային պարտատոմսերը իրականում դարձան ավելի կարելի ասել մասսայական, դրանից հետո երբ որ որոշակի խթաններ ներմուծվեցին կամ ներկայացվեցին կառավարության կողմից, մասնավորապես եկամտահարկի հետաձգման կամ որոշակի ժամանակով չգանձման արդյունքում։ Պարտատոմսը բանկին եւս թույլ է տալիս ավելի բարձր տոկոս վճարել, ինչու, որովհետեւ ավանդները ըստ քաղաքօրենսգրքի իրենք ըստ էության ցպահանջ գործիքներ են, այսինքն որ մենք բանկում դնում ենք ավանդ, ցանկացած պահի մենք կարող ենք դադարեցնել խզել ավանդի պայմանագիրը եւ ավանդի մայր գումարը հետ ստանալ։ Այդ պարագայում բանկը վճարում է շատ քիչ տոկոսներ կամ չի վճարում, որի պարագայում մենք կորցնում ենք տոկոսները։ Պարտատոմսի դեպքում մենք չենք կարող խզել պարտատոմսը, դա բանկին տալիս է որոշակի առավելություն եւ դրա դիմաց բանկը պատրաստ է ավելի բարձր տոկոս կամ եկամտաբերություն վճարել մեզ եւ փոխարենը մենք մյուս կողմից կարող ենք պարտատոմսը ցանկացած պահի վաճառել երկրորդային շուկայում։ Ի տարբերություն ավանդի, որը իրենից ներկայացնում է երկկողմանի պայմանագիր, ավանդատուի եւ բանկի միջեւ, պարտատոմսը արդեն պարտքի վերաբերյալ արժեթուղթ է։ Արժեթուղթը պայմանագրից տարբերվում է նրանով, որ այն երկրորդային շուկայում իրացվելի է, այսինքն կարելի է գնել եւ վաճառել։ Բնականաբար այսօր այդ ամեն ինչը թղթային չէ, ամեն ինչ էլեկտրոնային է, բայց անունները մնացել են մինչև էլեկտրոնային ժամանակաշրջանի անվանումներից, արժեթուղթ, պարտատոմս, քիչ հետո խոսենք նաև բաժնետոմսերի մասին։ Պարտատոմսը եւ արժեթուղթը ընդհանրապես ձեռք բերողի համար ինչով է նաև գրավիչ, իրեն կարելի օրինակ օգտագործել, կարելի է պարտատոմսը հետգնման պայմանագրով ներդնել կամ կարելի է գրավ ներդնել։ Իհարկե ավանդի գրավով են բանկերը որոշակի վարկեր տալիս, բայց պարտատոմսը նաև իրավաբանական անձանց համար ավելի ձեռնտու, ավելի ճկուն գործիք է։ Անդրադառնամ պարտատոմսերի տեսակներին, ես սկսեցի իրականում բանկերից, բայց մինչև բանկերի պարտատոմսերի շուկայում ակտիվությունը իրականում ավանդաբար ամենամեծ թողարկողը պարտատոմսերի եղել է կառավարությունը եւ կառավարության թողարկած պարտատոմսերի ծավալները էապես ավելի մեծ են։ Ժամկետների առումով դրանք հասնում են մինչև 20, որոշ դեպքերում 30 տարի եւ ռիսկայնության տեսանկյունից որպես կանոն պետական պարտատոմսները համարվում են ամենաքիչ ռիսկայինները, դրանց եկամտաբերությունները համապատասխանաբար ամենացածրն են, բայց նաեւ պետական պարտատոմսերի տոկոսներից
ի սկզբանե երբեք հարկ չենք վճարում, որովհետև այդ հարկը գնալու է նույն պետությանը, դրա փոխարեն իրականում տոկոսներն են ավելի ցածր։ Երկրորդ կարևոր խումբը պարտատոմս թողարկողների այսօր մեր մոտ, ինչպես ասեցի, դա բանկերն են։ Բայց իրականում պարտատոմս գործիքը ստեղծվել է նրա համար, որպեսզի կայուն զարգացող աճող ընկերությունները կարողանան պարտք ներգրավել անմիջապես ներդրողներից, անմիջապես խնայողներից կամ տնային տնտեսություններից, շրջանցելով բանկերին, որովհետև բանկը ըստ էության հանդիսանում է միջնորդ։ Նա մի գնով փողը վերցնում է մեզանից ավանդի տեսքով եւ մեկ այլ գնով վաճառում է վարկառուներին եւ նաեւ ռիսկերը կառավարելու եւ տարբեր գործառույթների համար աշխատում է որոշակի մարժա։ Հիմա այդ ընկերությունը ունի բավականին կայունություն, վստահելիություն, ինքը կարող է անմիջապես հասնել ներդրողներին եւ նրանցից պարտք ներգրավել, արդյունքում վարկի տոկոսից ավելի ցածր եւ բնականաբար ավանդի տոկոսից մի քիչ ավելի բարձր, որը երկու կողմերին էլ ձեռնտու է։ Ինչպես ենք որոշում վստահելիությունը եւ արդյոք բոլորի թողարկած պարտատոմսերը կարող են ավելի մատչելի կամ էժան լինել, քան բանկային վարկերը։ Իրականում բոլոր թողարկողները, այդ թվում ընկերությունները եւ կառավարությունները ստանում են որոշակի վարկանիշ։ Այդ վարկանիշները աշխարհում տրամադրում են 3 խոշոր ընկերություններ՝ Moody's-ը, Fitch-ը եւ Standard & Poor's-ը։ Կան ավելի տեղային նաեւ վարկանիշ տրամադրողներ, բայց գլոբալ այս 3-ն են, 3-ն էլ ամերիկյան ընկերություններ են, իրենք տալիս են 3A ռեյտինգից սկսած մինչեւ ավելի ներքև, մինչև 3B, B-ից ներքև, օրինակ Հայաստանի Հանրապետության ռեյտինգը 2B մինուս է, որը նշանակում է, որ մենք որպես երկիր ներդրումային վարկանիշից ավելի ցածր վարկանիշ ունենք, թեև ինքը բավականին համադրելի է մեր տիպի երկրների համար։ Բայց դա ինչ է նշանակում, եթե երկիրը ունի 3B-ից բարձր վարկանիշ, եւ նաեւ ընկերությունը, դա համարվում է ներդրումային վարկանիշ, դրանից ներքև արդեն համարվում է ոչ ներդրումային կամ սպեկուլյատիվ վարկանիշ, որը ենթադրում է, որ այդքան էլ հուսալի չեն այդ գործիքները։ Մեր երկրի տեսանկյունից, եթե որևէ ընկերություն ունենա երկրի ռեյտինգից կամ վարկանիշից ավելի բարձր վարկանիշ, նա կարող է ավելի մատչելի ռեսուրսներ ներգրավել, նման դեպքեր երբեմն կարող են լինել, եթե ընկերությունը միջազգային է եւ միջազգային իրենց խմբի իմաստով ավելի կայուն կամ վստահելի են, քան երկիրը։ Իսկ այլապես, որպես կանոն, երկրի վարկանիշը հանդիսանում է, այսպես ասած, առաստաղ կամ ամենաբարձր հնարավոր վարկանիշը այդ երկրում գործող ցանկացած այլ ընկերության համար, քանի որ այդ տնտեսության մեջ է, կառավարությունը ներկայացնում է ըստ էության այդ տնտեսության ռիսկերը։ Ամփոփելով ասեմ, որ ռեյտինգից կամ վարկանիշից է կախված, թե ինչ եկամտաբերությամբ կամ ինչ տոկոսայնությամբ կթողարկվեն պարտատոմսերը եւ հետեւաբար ավելի փոքր ընկերությունները ավելի թանկ կամ ավելի բարձր եկամտաբերությամբ պարտատոմսեր պետք է թողարկեն, որպեսզի այն ներդրողները, որոնք պատրաստ են ավելի շատ ռիսկ ընդունել, որպեսզի ավելի շատ եկամուտ վաստակեն, ձեռք բերեն, այլապես ավելի ռիսկային պարտատոմսը միևնույն տոկոսադրույքով ներդրողի համար գրավիչ չի լինի, սա ֆինանսների կարելի ասել ոսկե կանոնն է, ինչքան շատ ռիսկ, այնքան շատ եկամտաբերություն։ Բացի այդ, ասեմ, որ կառավարությունը նաև բացի եկամտահարկից ազատելը, նաև որոշակի սուբսիդիաներ է տրամադրում փոքր թողարկումների համար, մինչև 2 միլիարդ դրամի թողարկումների եւ համեմատաբար փոքր ընկերությունների համար, մասնավորապես նրանց վճարող արժեքկտրոններից 3%-ային կետ կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակ վերադարձնում է որոշակի պայմաններ ապահովելու դեպքում, եթե ամբողջությամբ այդ պարտատոմսերը տեղաբաշխվել են, ցուցակվել են բորսայում եւ այլն, այսինքն ընկերությունը, որը թողարկում է 13%-ով պարտատոմս, 3% սուբսիդիա է ստանում կառավարությունից, արդյունքում իր համար փոխարժենում է 10%, ներդրողը վաստակում է 13% եւ կառավարությունը այդ 3%-ային կետով խրախուսում է կապիտալի շուկայի զարգացումը։ Երկու բառով ասեմ, ինչ է նշանակում կապիտալի շուկա, ընդհանրապես փողի կամ ներդրումների շուկան
բաժանվում է երկու պայմանական մասի, մեկը կոչվում է հենց փողի շուկա, դա մինչև 1 տարանոց կարճաժամկետ գործիքների շուկան է, եւ 1 տարուց երկար շուկան կոչվում է կապիտալի շուկա, որովհետեւ սեփական կապիտալի, այսինքն բաժնետոմսերի եւ պարտքային կապիտալի, մասնավորապես պարտատոմսերի, ինչպես նաեւ երկար վարկերի շուկան կամ այդ գործիքները կոչվում են կապիտալ։ Եվ հետեւաբար այն շուկան, որտեղից կարելի է ներգրավել երկարաժամկետ փող, կոչվում է կապիտալի շուկա։ Վերջին երևի 25 տարի եւ ավել մեր պետությունը փորձում է խրախուսել կապիտալի շուկայի զարգացումը տարբեր գործիքներով, որը իրականում բավականին բարդ խնդիր է, եւ մենք վերջի տարիներին տեսնում ենք, որ պարտքային կապիտալի մասով որոշակի շարժեր կան, ավելի մանրամասն երևի այս թեմայով առանձին հաղորդում ունենանք։ Երկու բառով նաև ներկայացնեմ բաժնետոմսերը, ինչ են ներկայացնում իրենցից։ Հաճախ պարտատոմս, բաժնետոմս, արժեթուղթ, այս երկու թեմաները ներկայացվում են միասին, բայց իրականում բաժնետոմսը դա բավականին տարբերվող գործիք է պարտատոմսից։ Ինչու՞, որովհետև պարտատոմսը պարզապես պարտք է եւ սկզբանե մենք համեմատեցինք ավանդների հետ, այդ իմաստով հասկանալի եւ նման գործիք է։ Ինչ է իրանից ներկայացնում բաժնետոմսը։ Բաժնետոմսը դա ընկերության եւ մենք նկատի ունենք բաց բաժնետիրական ընկերությունները որպես կանոն, բաց բաժնետիրական ընկերության սեփական կապիտալում մասնակցության գործիք է, արժեթուղթ է, որը ձեռք բերելով մարդը ստանում է ըստ էության երկու հիմնական իրավունք։ Մեկը դա ձայնի իրավունքն է, եւ մեկը դա սեփականության իրավունքն է։ Սեփականության իրավունքը նշանակում է, որ սեփական կապիտալի որոշակի մասը, օրինակ, եթե ընկերությունը թողարկել է 1000 հատ բաժնետոմս եւ ես ձեռք եմ բերել 100 հատ բաժնետոմս, նշանակում է ես այդ ընկերության կապիտալի 10%-ի սեփականատերն եմ։ Դա ինձ թույլ է տալիս 10%-ով քվեարկել ամենակարևոր որոշումների համար ընկերությունում, իսկ կարևոր որոշումները դա տնօրենների խորհրդի նշանակումն է եւ ըստ էության գլխավոր գործադիր տնօրենի նշանակումը, այսինքն ընկերության կառավարման մարմինների ստեղծման մեջ մասնակցելն է։ Հիմա եթե ես ունեմ 10% կամ ունեմ 1% կամ ունեմ 0.1%, բնականաբար իմ ձայնը այդտեղ բավականին փոքր է եւ այն մասնակիցը կամ մասնակիցները, որոնք միասին ունեն 50%-ից ավել բաժնեմաս, կարող են ըստ էության որոշել, թե ինչպես պետք է կառավարվի ընկերությունը։ Ամեն դեպքում բաժնետոմսը տալիս է ձայնի իրավունք 1, ամեն բաժնետոմսի տեր համամասնորեն սեփականատեր է հանդիսանում ընկերության կապիտալի այդ մասի եւ վճարվող շահութաբաժինների։ Եթե շահութաբաժիններ չեն վճարվում, միևնույն է ընկերության որոշակի մասի տեր ենք։ Հիմա առանցքային տարբերությունը պարտատոմսի հետ նա է, որ մասնավորապես մարման ժամկետ չունի բաժնետոմսը, այսինքն սպասել եւ հետ ստանալ վճարած գումարը հնարավոր չէ։ Միակ տարբերակը դա բաժնետոմսը վաճառելն է։ Եվ բաժնետոմսը վաճառելու համար պետք է երկրորդային շուկա, անմիջապես ոչ թե ընկերություն, այլ ընկերության բաժնետերերը, պոտենցիալ ներդրողները միմյանց միջև առևտուր են անում։ Այդ դեպքում որոշակի ձևավորվում է հավելաճ կամ հակառակը կարող ենք նաև կորցնել։ Բաժնետերը իրականում երկու եկամտի աղբյուր ունի, մեկը դա վաճառքից ստացվող հավելաճը, մյուսը շահութաբաժինը։ Հիմա եթե ընկերությունը չի վճարում բավարար շահութաբաժին կամ բավարար հավելաճ չի լինում, այդ դեպքում բաժնետերը բավարար եկամուտ իր ստանձնած ռիսկի դիմաց չի ստանձնի։ Այդ իմաստով մեր հայկական կապիտալի շուկայում բաժնետոմսերի բաժինը բավականին կարելի ասել համեստ է, եւ որպեսզի այս շուկան աշխատի, շուկայում պետք է լինի իրացվելություն, այսինքն պետք է ամեն օր տեղի ունենան առքի եւ վաճառքի գործարքներ, որոնք իրականում մեր մոտ այդքան էլ շատ չեն եւ թողարկողներն էլ իրականում շատ չեն։ Բայց այսօր բանկերի որոշ մասը, ինչպես նաեւ տարբեր ներդրումային ընկերություններ առաջարկում են բջջային հավելվածների կամ ինտերնետային հավելվածների միջոցով պլատֆորմներ կամ այդ պլատֆորմների միջոցով հնարավորություններ են ստեղծում ձեռք բերել մասնավորապես ամերիկյան բաժնետոմսեր, քանի որ ամերիկյան բաժնետոմսերը եւ ամերիկյան բաժնետոմսերի շուկան ամենաիրացվելի շուկան է, որտեղ
շրջանառվող բաժնետոմսերը ամեն օր կարելի է գնել, վաճառել, որովհետև միլիոնավոր մարդիկ ամեն օր գնում են եւ վաճառում են եւ կա իրացվելիություն։ Կարևոր է հաշվի առնել, որ մեկ բաժնետոմս ձեռք բերելը ինք իրանով բավականին ռիսկային է, այսինքն կարելի է շատ գումար վաստակել, օրինակ եթե մենք 2 տարի առաջ ձեռք բերած լինեինք Nvidia-ի բաժնետոմս կամ Apple-ի բաժնետոմս կամ Amazon-ի, Google-ի բաժնետոմսեր, իրանք այս ընթացքում բավականին արժևորվել են, բայց հնարավոր է որ սխալ ներդրում արած լինեինք, այդ դեպքում գումարը կկորցնեինք։ Պետք է հաշվի առնել մեր եղած գումարը ինչ ժամկետով ենք պատրաստ ներդրում կատարել, հա։ Եթե գումարը հասանելի չի կամ մեր համար նպատակային չի երկար ներդնել, բաժնետոմսերը հարմար գործիք չեն։ Եվ ընդհանրապես բաժնետոմսերի հետ կառաջարկեի փոքրից սկսել, զգուշ սկսել, հասկանալ ինչպես է դա աշխատում։ Դա իրականում նաև կախված է ոչ միայն ինչքան գումար ունենք, ինչքան ռիսկ ենք պատրաստ ստանձնել, ինչ ժամկետով է այդ գումարը, դա նաև կախված է նրանից, թե ինչքան ժամանակ ենք մենք պատրաստ տրամադրել այդ գործին, որովհետև դա ենթադրում է շարունակաբար հետևել, թե ինչ է տեղի ունենում շուկաներում, ամեն օր մեր ներդրումը կարող է արժևորվել եւ հակառակը կարող է արժեզրկվել, իսկ մարդիկ որպես կանոն կորուստներին շատ ավելի զգայուն վերաբերմունք ունեն։ Հետևաբար բաժնետոմսերի հետ պետք է ավելի զգուշ սկսել, քիչ-քիչ եւ փորձել լավ հասկանալ շուկաները ինչ դինամիկա ունեն։ Խնդիրը նրանում է, որ դա բավականին ոչ կայուն է, այսինքն պարտատոմսերի դեպքում, եթե մենք շատ ռիսկային պարտատոմսերի մեջ չենք մտնում, ամեն ինչ որոշակի առումով կանխատեսելի է։ Բաժնետոմսերի պարագայում իրականում այդպես չէ։ Խորհուրդը նա կլինի, որ եթե բաժնետոմսերի մեջ ներդրում են կատարում, ապա առնվազն 20-25 իրար հետ կապ չունեցող բաժնետոմսերի մեջ է պետք ներդրում կատարել։ Դրա մեկ այլընտրանքը Standard & Poor's 500 ինդեքսում կամ ինդեքսին մոտարկված որոշակի արժեթղթերում ներդրում կատարելն է։ Իրանից ինչ է ներկայացնում Standard & Poor's 500-ը։ Դա ամերիկյան խոշորագույն 500 ընկերությունների, այսպես ասած, կշռված ինդեքսն է, այսինքն կշռված իրենց շուկայական կապիտալիզացիայով։ Դա մոտավորապես ամերիկյան տնտեսության պատկերն է կամ կարելի ասել մոտարկումն է։ Եվ հետևաբար ներդրում կատարելով շուկայի մեջ կամ շուկայի մոտարկման մեջ կարելի է ժամանակի ընթացքում ունենալ միջին շուկայական եկամտաբերություն եւ կան որոշակի հետազոտություններ, վերլուծություններ, որոնք ցույց են տալիս, որ երկարաժամկետ կտրվածքով ով որ ներդրել է 500 խոշորագույն ընկերությունների ինդեքսի մեջ երկարաժամկետ կտրվածքով ավելի շատ եկամուտ է ստացել, քան այն ներդրողները, որոնք փորձել են պահի ընթացքում ավելի եկամտաբեր ակտիվներում ներդնել, երկարաժամկետով դա շատ հազվադեպ է աշխատել։ Այսպիսով ամփոփենք հիմնական ֆինանսական ներդրումները, իրականում բոլորին չանդրադարձանք, կան նաև օրինակ ածանցյալ գործիքներ, որոնք բավականին բարդ գործիքներ են։ Ամփոփենք այսօրվա մեր քննարկումը, մենք սկսեցինք պարզ գործիքներից, ինչպեսիք են ավանդները, ժամկետային ավանդները, տարբեր արժույթներով ավանդները, անդրադարձանք պարտատոմսերի տարբեր տեսակներին, պետական, բանկային, կորպորատիվ, դրանց ժամկետայնությանը, դրանց եկամտաբերությանը, դրանց հարկերին, դրանց շրջանառությանը, ռիսկայնությանը, ինչպես նաև անդրադարձանք բաժնետոմսերին։ Ասեմ, որ բաժնետոմսերը լինում են սովորական եւ լինում են նաև արտոնյալ։ Արտոնյալը իրականում չի տալիս քվեարկության իրավունք, բայց տալիս է արտոնյալ իրավունք ստանալ շահութաբաժիններ եւ սովորաբար այդ շահութաբաժինները ֆիքսվում են։ Իրականում Հայաստանում այդքան էլ տարածված չեն արտոնյալ բաժնետոմսերը, դրանք ավելի շատ առկա են ամերիկյան շուկայում եւ ավելի շատ շրջանառվում են կորպորատիվ ներդրողների կողմից, քանի որ որոշակի հարկային արտոնություններ կան, բայց դա երևի թե մեկ այլ անգամ ցանկանում եմ
անվտանգ ներդրումներ, բնականաբար ցանկացած ներդրում ունի ռիսկը, շատ լավ պետք է գնահատել, հասկանալ ինչպիսի ռիսկեր ենք ստանձնում, իրականում առանց ռիսկի ոչ մի եկամուտ էլ չի լինում, որոշ դեպքերում դրանք բավականին քիչ են եւ համեմատաբար եւ համապատասխանաբար եկամուտներն են ցածր։